Ողջույն իմ սիրելի ընկերներ, բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, այս անգամ հերթական պահածուն եմ ներկայացնելու, պատրաստել եմ տոմատի մածուկ, բազմիցս շեշտել եմ, որ բանջարեղենի խանութ ունենք և այնտեղի մնացած ապրանքները, բանջարեղենները ես մշակում եմ և պահածոյացնում, հիմա էլ սա Այսպես, լոլիկների միջի փափուկ կամ վնասված լոլիկները ջոկել ենք, հանել ենք և պետք է կամ էժան վաճառենք կամ ինքս պետք է մշակեմ, բայց գտել եմ, որ ճիշտը իմ մշակելն է, հիմա բերել եմ տուն, լավ լվացել եմ, շատ փչացած մասերը հեռացրել եմ և բաժանել եմ 4 մասի ու դրել եմ գազին եփելու, այստեղ նաև ավելացրել եմ մի 3 կիլոգրամի չափով կարմիր պղպեղ, էլի աղացած, էփած և խառնած է լոլիկներին, ժամանակ է լինում, երբ առանց կարմիր բիբարի եմ պատրաստում, բայց քանի որ խանութում կար, ապա պետք է խառնեի լոլիկի հետ, որպեսզի գեղեցիկ վառ գույնով տոմատ ունենայի, հիմա այստեղ առաջին քայլը քամելու, պետք է քամենք փլավ քամիչով, փլավ քամիչով քամելուց հետո ինքը շատ խիտ զանգված չի լինում, ավելի շատ փլավ քամիչից ջրային մասն է թափում, դրա համար ես այս պինդ մասը նորից բլենդերով հարում եմ, որպեսզի հեշտությամբ այն մերվի ու կարողանամ քամել, որովհետև ամբողջ տոմատի խտությունը կախված է հենց այս մսային զանգվածից, եթե սա էլ ես չօգտագործեմ, թափեմ, ապա շատ մեծ կաթսա տոմատի հյութից ընդամենը կստանամ քիչ քանակությամբ տոմատի մածուկ պատրաստի վիճակում, ահա տեսեք ինքը լավ մանրացնում է բլենդերը և այսպիսի զանգված եմ ստանում, դե բնականաբար սա ավելի համեղ և ավելի խիտ զանգված կդարձնի տոմատը, հիմա սա նորից մեկ անգամ էլ եմ մաղելու, այսինքն մաղով եմ անցկացնելու, ալրմաղով, որպեսզի ավելի հարթ զանգված ստանամ, այսինքն մերված զանգված ստանամ, Սիրելիներս, ճիշտ է, դժվար է, չարչարանքը մի քիչ շատ է, բավականին երկար գործողություն է, ճիշտն ասած այստեղ ես ամեն անգամ մի 5 կիլո, 3 կիլո, 2 կիլոգրամների չափով լոլիկը բերել եմ, լվացել եմ, կտրատել եմ, եփել եմ, հետո հավաքել եմ կաթսայի մեջ ու դրել եմ առանցին սառցարանում, սառցարանս մեծ է, այնտեղ տեղավորվում է, հետո այսքանը հավաքվելուց հետո մոտավորապես մի 30 կիլոգրամից ավել այստեղ լոլիկ եմ օգտագործում, հանել եմ, դրել եմ, հալվել է և ավելացրել եմ մնացած թարմը լոլիկը, նոր ընդհանուր քամել եմ, հիմա այստեղ նոր արդեն եռում է, պատրաստի վիճակում 25 լիտրանոց կաթսա է, այստեղ լցրել եմ 15 լիտրի չափ, արդեն կիսախիտ տոմատի հյութը, իսկ այստեղ արդեն ես եփել եմ մոտավոր 6 ժամ, տեսեք 6 ժամ եփելուց հետո զանգվածը այսպիսինն է, ոչ պինդ է, ոչ ջրիկ է, հիմա եփելու եմ այնքան ժամանակ, մինչև ինքը ամբողջովին պնդի և տոմատի նման լինի, դե լոլիկի թթվությունը կտրելու համար, թեպետ ինքը թթու լոլիկներ չէին, պարտադիր ավելացնում եմ 1 սուրճի բաժակ շաքարավազ և 2 ճաշի գդալ աղ, մոտավորապես գիտեմ, որ 2 ճաշի գդալ է պետք, հետո ես համ կանեմ, եթե շատ չի լինի, եթե քիչ կլինի, մի քիչ կավելացնեմ, այստեղ ուշ գիշեր է, ես որ նկարում եմ, դրա համար մի քիչ նկարները պարզ չեն երևում, մուգ ու բաց, հիմա եփեցի, վերջացրեցի, ահա տեսեք ինչ խտության է, հիմա կլցնեմ բանկաները և հենց այս ռեզբայի կրիշկեքով, կափարիչներով կփակեմ,
30 կիլոգրամից ավել լոլիկից ես ընդամենը պահածոյացրեցի 6 կիլոգրամ, բանկաներով չեմ հաշվում, պատրաստի լոլիկն եմ կիլոգրամով հաշվում 6 կիլոգրամ և չգիտեմ, ինձ թվում է հաստատ խանութի տոմատի մածուկից համեղ է, մաքուր է, լավն է և ասեմ, որ այդ լոլիկները ես կորուստ չեմ տվել, օգտագործել եմ հենց ինքս իմ համար պատրաստել եմ տոմատի մածուկ։ Անընդհատ ուշադիր խառնելու արդյունքում էլ տեսեք կաթսայի տակը ընդհանրապես չի կպել, իսկ սա արդեն կիսասառը վիճակում է, խտությունը տեսեք, գույնը տեսեք, շատ լավ է ստացվել, կարող եք դուք էլ հետևել իմ պատրաստած պահածոյին և դուք էլ պատրաստեք, շնորհակալ եմ, որ ինձ դիտեցիք։